Ողջույն։ Վերջի մի քանի օրերի ընթացքում մի քանի հաղորդագրություն եմ ստացել տարբեր մարկանցից։ Ինձ հարց էին ուղղել, ասացին, որ պարոն Պողոսյան, այդ վերջի ձեր տեսագրության մեջ, երբ որ խոսում եք հայտնի սեռամոլ կեղտաբերանի մասին, մի քանի անգամ օգտագործեցիք համասեռամոլ բառը ու հարցնում են, թե ես ինչպես եմ վերաբերվում համասեռամոլներին։ Ճիշտ ասած, կուզենայի ասենք մի օր մի այդպիսի ալիք ստեղծել, ինտերակտիվ, որ ասենք մի հարց բարձրացնեի, ես բարձրացնեի կամ դուք բարձրացնեիք ու բոլորով միասին ասենք միանայինք եթերին ու քննարկեինք այդ հարցը, բայց քանի որ դեռ հայաստանցիների ճնշող մեծամասնությունը մնում է տգետ, շարունակում է մնալ տգետ, եւ այդպիսի փորձեր որոշ մարդիկ արել են, եւ հայաստանցիները լինի Հայաստանում, չգիտեմ, Եվրոպայում կամ Միացյալ Նահանգներում զանգում են, սկսում են միայն հայոյանքներ խոսալ ու ասել։ Դրա վառ օրինակն է մեծարգո պարոն Ստեփան Փարթամյանը, էլի մի քանի անգամ այդպես արել է, Լոս Անջելես են քյարթուներից զանգել են, սկսել են հայոյել, ինքն էլ իրանց է պատասխանել։ Հա, դրա համար քանի որ հայաստանցիների կենսամակարդակը մնում է այդ ուրեմն պլենդուզի բարձրության վրա, ճնշող մեծամասնության։ Նշում եմ, ճնշող մեծամասնության, չասեք թե բոլորին եմ տգետ անվանում։ Ճնշող մեծամասնության մոտարապես 70-80%-ի։ Դրա համար ինտերակտիվ հաղորդումներ դեռ չեն ստացվում, այնպես որ ոնց որ ասում եմ, ես ասում եմ, ես խոսում եմ, դուք էլ լսում եք, եզրակացություն եք անում։ Հիմա այդ հարցմանը, թե ինչպես են վերաբերվում համասեռամոլներին, ժողովուրդ, ես շատ նորմալ մարդ եմ, շատ ժամանակակից մարդ եմ, ես ապրում եմ մի աշխարհում, ես ապրում եմ մի քաղաքում, մի երկրում, կամ ընդհանրապես աշխարհի մակարդակով ասեմ, որտեղ ուրեմն ապացուցված է, որ մարդկության 10%-ը համասեռամոլ է։ Հիմա գիտականորեն ապացուցված է, որ դա գենետիկորեն ինչ որ փոխանցվող կամ գենետիկ հիվանդություն է, կամ ինչ որ մարդիկ այդպես ծնվում են։ Հա, չնայած ես մոտ ընկեր ունեմ, պարոն պրոֆեսոր Էդվարդ Օհանյանը, ինքը գտնում է, որ դա սատանա է մտել մարդու մեջ, դա իհարկե բնության հետ ոչ մի կապ չունի, սատանան է մտել մարդու մեջ, պետք է խոստովանեմ, որ ինչ որ միտեղ կարող եմ նրա հետ համաձայնվել, որտեվ անձամբ ես էլ դեպք գիտեմ, բավականին մոտ մի հայ ընտանիքի պատմություն, որի աղջիկն էլ է տարվել այդպիսի, այդպես ասենք, էլի հարաբերություններով կամ այդպիսի իրավիճակի մեջ հանգել, աղջկան տարել են Սուրբ Վարդան եկեղեցի, հայր մամիկոնի մոտ, հայր մամիկոնը մի քանի օր շփվել է, ինչ որ աղոթել է, աշխատել է, այդպես ասենք, էլի, ես մանրամասներին տեղյակ չեմ, հայր մամիկոնը աշխատել է այդ երիտասարդ կնոջ հետ, որ ամուսնացած է, ուներ արդեն 2 երեխա, եւ հայր մամիկոնը կարողացել է այդ աղջկան վերադարձնել ընտանիք, խզել, այդ աղջիկը ինչ որ գիտակցության այք է, խզել է իր համասեռամոլական կապերը մեկ այլ կնոջ հետ եւ այլ, այսինքն ինչ որ միտեղ, երբ որ եկեղեցին կամ իմ լավ ընկեր պարոն Օհանյանը ասում է, որ դա սատանա է մտել մարդկանց մեջ, ինչ որ միտեղ կարելի է դրան էլ էլի սենց հավատալ, բայց ես գտնում եմ, որ դա այնպիսի մի բան է, որ ասում են աշխարհում 10% մարդիկ կան։ Մենք ասենք Հայաստանում սովետական խորհրդային տարիներին, որ մեծացել ենք, այն ժամանակ էլ այդ երևույթը միշտ եղել է, այդ երևույթը հազարամյակների պատմություն ունի։ Հա, այն ժամանակ ասենք մենք երեխա էինք, ամենահայտնի համասեռամոլը, շատ հայտնի տաղանդավոր երգիչ Գյորգի Մինասյանն էր, ասես բոլորը շշուկով խոսում էին դրա մասին, բայց բարձրաձայն ասենք ոչ մեկ մի բան չգիտեր, երևի ով որ իր այդ շփվել էր, այնպես որ ես տեղել եմ շատ համասեռամոլների տեսնում, շատ հանգիստ եմ վերաբերվում, երբեմն ինչ որ տարբեր աշխատանքի բնույթով տարբեր տեղեր լինում է, որ ասենք զգում ես, որ այս մարդը համասեռամոլ է, կամ ասենք իր խոսալու ձևից, կամ պահվածքից, կամ ինչ որ կողքից ասում են, ես շատ հանգիստ եմ դրան ընդունում, նորմալ մարդիկ են, ես ունեմ շատ մոտ ուրեմն ընտանիք ունեմ, հրեաների ընտանիք է, սիրիական հրեաների, որոնց տղան ուրեմն նորից տարապում էր, այդպես ասենք, տարապում էր այդ խնդրելով, ամբողջ պատմությունը ծանոթ եմ, ծնողներից պատմել են, ինչերի մեջով են իրականացել, այն որ ասում է մարդ իր թշնամուն չի ցանկանա այդ բոլորը,
ու իմիջիայլոց ասեմ տակարամիտ հայաստանցիները երբ որ ուժեղ քարկոծում են համասեռամոլներությանը կամ այդ երևույթին կամ հարցակվում ծեծում են եւ այլ մանավանդ եթե այդ անողը ինքը ծնողա կամ կարող է մի օր ծնող դառնա պետքա միշտ ուղեղի մի անկյունում մտածի որ կարող է մի օր իր երեխան մոտենա իրան եւ ասի որ ինքը տարապում է այդ խնդրով այնպես որ ոնց որ ասում են դրանից դեռ ոչ մեկ ապահովագրված չի հարգելի ծնողներ կարող է մի օր էլ ձեր երեխան այդպեսի բան ասի դա մոդայի բան չէ որ ասես վայ իմ տղեն իմ աղջիկը կտամ կսպանեմ չի կարան գնի այդպես բանի հետևից եւ այլ դա մոդայի բան չի դա հիվանդության պես համարեք մի բան է այնց որ համասեռամոլները այդպես գիտեմ հանդիպում եմ շատ մի գեղեցիկ բառ կա որ մեր հայաստանցիները չգիտեն այդ բառի իմաստը ոչ օգտագործում են կոչվում է հանդուրժողականություն մեր հայաստանցիները չունեն այդ հանդուրժողականությունը այդ հանդուրժողականությունը պետքա լինի եւ համասեռամոլների նկատմամբ եւ ուրիշ ռասայի նկատմամբ ուրիշ հավատքի նկատմամբ էլի ասենք սևամորթ են տեսնում Հայաստանում միջև հիմա 2025 թվականն է անենց sense զարմանում ոնց որ կարծես այլ մոլորակային դեսե վայ սևամորթա վայ հայերեն է խոսում մի խումբ մի քանի հազար հոգի հնդիկներ են եկել Հայաստան աշխատելու անում են սև աշխատանքը, սև ծառայություն են մատուցում, առաքում են անում, բայց այնպիսի անհանդուրժողականությամբ հայաստանցին վերաբերում այդ հնդիկին, ասեմ, ատելություն ասեմ, թե ինչ ասեմ, միտեղ սրճարաններից մեկում նստած է Երևանում մեկ ամիս առաջ, մի այդպես հնդիկ մտավ առաքող, սկսեցի անգլերեն խոսալ նրա, զգացի որ իր այդ շատ կոպիտ խոսածին աշխատողները, չնայած պետքա որ այդ տղային ճանաչեն, այդ տղան օրվա մեջ գալիս է իրացից մի քանի անգամ ինչ որ ուտելիք է տանում առաքելու, հա հասացի ինչպես ես քեզ զգում, քեզտեղ լավ են վերաբերվում, հայերեն խոսում ես, միցակ փորձեցի նրան ասել ավելի շատ ոգեկոչել, ոգեշնչել, որ լավ եղի, երբեմն իմ հայրենակիցները մի քիչ բռի քյարթ ու կոպիտ են, բանի տեղ մի դիր լեզուն խոսում ես, ասես մի քիչ արդեն սովորել եմ, աշխատողին նույնիսկ զարմացած աշխատողներին ինձ էին նայում, թե ես այս մարդու հետ անգլերեն եմ խոսում, ինչ եմ խոսում, ոնց եմ խոսում, սեր ժպտերես եմ խոսում, զարմացա, որ իրանք անգլերեն մի երկու բառ չեն սովորել, որ այս մարդը գալիս է ցույց է տալիս, որ պատվեր ունի ինչ որ իրանց մոտից վերցնելու առաքելու, իրանք շատ ինչ որ sense անլեզու հայվանի պես ձեռով ոտով խոսալով այդ պատվերը տալիս են, որ այդ երիտասարդը տանի։ Ու եւ այդ մի քանի հազար հնդիկը, որ գտնում են Հայաստանում, զբաղվում են հիմնականում կամ շինարարության կամ ուրեմն առաքումով շատ անհանդուրժողական են մեր հայրը դրանց նկատմամբ, մոռանալով հենց այդ աշխատողներին այդ հիշացեցի, որ մի հատ հայաստանցիները երբ որ հնդիկների նկատմամբ այդպես կոպիտ անհանդուրժողական են, մի հատ գոնե վերցնեն կարդան, դե դա գետեն, չէ՞, շատ քչերն են կարդացած, պատմություն գիտեն, հետաքրքիր հաղորդումներ չեն նայում, մենակ կեղտաբերաններին են նայում ու նստեն ինչ որ հայոյանքներ գրեն։ Մի հատ նստեք ասի, մի հատ կարդացեք, թե դու քանի 100-ամյակի պատմություն ունի մեր ազգը Հնդկաստանում, ինչ համայնք ունի, ինչեր կառուցած ունի, եկեղեցիներ ունի կառուցած, ու այդ միլիարդանոց ազգը 1.5 միլիարդանոց հնդիկ ազգը մի օր չեկավ հայրի նկատմամբ այդպես բանով էլի խտրականությամբ, ինչ որ արա եկել եք ստեղ, եկեղեցեք սարքե, բան եք կարե, հելեք ռադեղ եք ստեղից կամ ինչ որ կոպիտ վերաբերմունք, այդ մարդկանց մոտ այդպիսի բան չկա, եւ ոչ միայն հնդիկների։ Եթե նայեք, ասենք աշխարհում մեկ հայերը որտեղ են գնացել են, բուն են դրել, եկեղեցի են կառուցել, համայնք են ստեղծել, այդ տեղական ազգը հասարակությունը մի անգամ չասեց աշկիտ վերևում կա, բացառապես ինչ որ մի երկու դեպք, ասենք Սիրիայում, բանում, Իրաքում էս պատերազմի հետ կապված։ Այն էլ այնա պատճառը, որ խելքենդուց որտեղ հասե եկեղեցի են կառուցել, դե ասենք այն ժամանակ մեծ համայնք ա եղել, պետք ա եղել, հիմա այդ համայնքը վերացել է, մարդ չի մնացել, մի հատ տատիկ է մնացել կամ երկու հատ մեռնող պապիկ տատիկ են մնացել, այլ այդտեղ արդեն ներհոսք չկա, ներգաղ չկա, եղածներն էլ գնացել են ուրիշ երկրներ, այդ եկեղեցիները կամ գերեզմանները մնացել են չխանանված անտեր, դրա համար էլ այնտեղ էլ մի քիչ արդեն քաղաքացիական պատերազմ, մուսուլմանական ինչ որ ազգայնականներ են գալիս, քրիստոնեական տաճարները ավիրում բան են անում, բայց ընդհանրապես ասած դա էր։ Այնպես որ ես շատ ուրեմն նորմալ եմ վերաբերվում համասեռամոլներին, բոլոր տեսակի եւ ուրիշ ռասաներին, իրաց գործն է համասեռամոլ են ինչ են, թող մտնեն իրաց տունը,
իրաց դուրը փագեն ներսում ինչ կանեն, ինչ են անի։ Դուք հազար մի բան եք անում ձեր տանը, ով է ձեզ բան ասում։ Հələ մի մասը տանն եք անում, մեկ-մեկ էլ դուս եք անում, մեկ-մեկ էլ ձեր տնանիքն են այդում դուս անում, վրեկտեր այդ խաբար չկա։ Հա, մեկ-մեկ էլ դուք եք դուրսը գնում, ես ինչեր եք անում, ձեր կանայք չգիտեն ինչ են անում, հենց որ շատ ես ուրեմն հանգիստ եմ դրան վերաբերվում, քանի որ ասում եմ ապրում եմ մի մոլորակի վրա, որտեղ ասում են 10% այդպեսին են։ Քանի համասեռամոլ լինի, սևամորթ լինի, այլ մոլորակային լինի, այլ հավատքի, դավանանքի տեր մարդ լինի, քանի նա իր ներկայությամբ, իր վարքով, իր խոսքով, իր արարքով չի անհանգստացնում ինձ, չի մտնում իմ անձնական տարածք, իմ ընտանիքին չի մոտենում, ինչ որ մի վնասակար բան չի անում, բոլորին շատ նորմալ են վերաբերվում, ու երևի այդ հարցը ցակել էր այդ մի երկու պարոնի մոտ, երկու պարոններ մի կին էին հարցը տվել, երևի կապված այդ իմ վերջի ձայնագրության հետ, Վարդան Ղուկասյանի հետ, այդ կեղտաբերան եմ, որին ես կոչում, պարզապես գիտեք ինչ կա, ասում է համասեռամոլ կամ մարդ կա համասեռամոլա, մարդ էլ կա շատ կներեք իհարկե գյոթա, այդ դրանք տարբեր բաներ են, էլի այդ մարդը որ խոսում է, ես դրան չեմ լսում, բայց հանգարց մի հատ են Facebook-ը սենց անելով, որ հանգարց մի հատ իր ձայնը գալիս է, սենց խփում ականջից, ոնց որ մեխը մցնեն իմ ականջի մեջ, այդքան տահաճ այդ մարդու խոսելաձևը, ոչ այդ հայհոյանքը, հասկանում եք, դրա համար ինքը եթե լիներ շարքային համասեռամոլ, ինչպիսին միլիոնավորները կան այս մոլորակի վրա, մարդիկ շատ իրա նորմալ կընդունեին, բայց իհարկե միայն այն օրը դրա մասին էլ էի գրել, որ միայն Հայաստանի պես երկրում այդպիսի մարդը կարող է ձգտի գալ ինչ-որ իշխանություն, վարչապետ կամ մտնի քաղաքականություն, որովհետև դա էլ է իհարկե խտրականություն, բայց շատ երկրներում այդպիսի մարդիկ քաղաքականությունից իրաց հեռու են պահում, ասենք ինչպես Ամերիկայի Միացյալ Նահանգներում հրեաները լինելով շատ հարուստ, հզոր եւ ամբողջ Ամերիկան պայելով իրաց բռի մեջ, երբեք հրեան Ամերիկայում ուրեմն նախագահ չի կարող դառնալ։ Ավանդույթը այնպես է, որ միշտ կամ միշտ նախագահ լինի իռլանդացին։ Իհարկե Ֆրանսիայի կառավարությունում են լինում, Հայաստանի կառավարությունում շատ կան ասում են համասեռամոլներ եւ այլ, բայց խորհրդարանում ասում են կան ԿՊ-ի շարքերում, չգիտեմ, մոմ չեմ բռնել, ոչ մի քիչ չեմ կարա, ինչ որ լսել եմ։ Ասում է քանիսով գնեցի, այդքանով էլ վաճառում եմ, բայց պարզապես այդ մարդը իր պահվածքով, իհարկե ես իրան կոչ չեմ անում իր բառապաշարը փոխի, ինքն էլ իրավապաշտպանն էլ, իր հետևորդներն էլ, դրանք սա մի մորից են, մի բառապաշար ունեն, թող միշտ մնացեք, խնդրում եմ ձեզ, մնացեք նույն բառապաշարի, նույն ոճի մեջ, որ գոնե հայաստանցին ձեզ լսելով, ինչ որ միտեղ կարող է գիտակցի ու ձեզ երբեք ձայն չտա, որ դուք իշխանությանը գոնե մոտ գաք։ Բայց եթե ինքը մի քիչ նորմալ խոսար, համեն ինչ որ ակցենտ ունի, ինչ որ մի սա գրեհիկ, ինչ որ սես ձայնը, էլ իր ձայնը, ևելեջները, այդ ակցենտը այնքան տահաճ է, որ ես вообще չեմ ուզում, որ իմ ականջին այդ ձայնը կպնի։ Բայց եթե ինքը մի քիչ նորմալ խոսացող մարդ լիներ, ինչպես ասենք, շատ քաղաքական գործիչներ են խոսում, գուցե մեր հասարակությունը լիներ նույնպես շատ համբերատար, եւ կարող է իրան ձայն տան, թողեին համաձայնվել, որ ասեն ինչ այդ ինչ խտրականություն է, էլի։ Հիմա մարդը համասեռամոլա թողա ընտրություններին մասնակցի, դառնա վարչապետ։ Իհարկե նորից եմ ասում, Հայաստանի, միայն Հայաստանի պես երկրում այդ մարդը կարող է փորձանի վարչապետ դառնալու եւ միայն հայաստանցիները կարող են Նիկոլի նման կամ այդ մարդու նման ընտրեն վարչապետ։ Ուրիշ ոչ մի քաղաքակիր երկրում այն ինչ որ եղավ 2020-ին ու հետո ոչ մի հասարակություն Նիկոլին էլ երկրորդ անգամ վարչապետ չէր ընտրի։ Եվ միայն ուրիշ ոչ մի քաղաքակիր երկրում մարդիկ լսելով այս մարդու խոսալու ոճը, խոսալու ձևը, օգտագործվող բառերը, հայհոյանքները, իր հետևորդների գրած մեկնաբանությունները, իր ատվագատի, իր իրավապաշտպանի, իր attorney law-ն ասում, նրա օգտագործող բառապաշարը եւ այլ, հասկանում եք, այդ սա մի թիմ է, սա մի մորից են։ Ուրիշ ոչ մի հասարակությունում այդ մարդուն չէին ընտրի, չէին էլ թողի քաղաքականությանը մոտենալ։ Այնպես որ պատասխանելով հարցին, շատ հանդուրժողական մարդ եմ, շատ համբերատար մարդ եմ, շատ հանգիստ եմ ընդունում համասեռամոլներին, նորից եմ ասում, դուս ես գալի փողոց, լիքն են։
ընդունում եմ, վերաբերում եմ այնպես, ինչպես ճաղատներին, ինչպես կաղերին, ինչպես երկար մազ ունեցողներին, ինչպես մորուքավորներին, ոնց որ ասում են, բոլորն էլ մարդ են, բոլորը էլ հավասար են, բոլորը Աստծո կողմից ստեղծված են, պարզապես մարդ պետքա լինի բարոյական, մարդ պետքա լինի կրթված, մարդ պետքա լինի ինչ ասեմ, խելացի, մարդ պետքա լինի քաղաքավարի, մարդ պետքա հարգալից վերաբերվի բոլորի նկատմամբ, դիմացինին վիրավորական բան չասի, խելոք խոսի, արժե համակարգ ունենա, ազգային արժեք ունենա, ընտանիք ունենա անպայման, իմանա ընտանիքը ինչ բան է, ընտանիքը ինչ սրբություն է, իմանա դիմացինի ընտանիքը ինչ սրբություն է, հարգանքով վերաբերվի բոլորին եւ այլ, թող գնան զբաղվեն քաղաքականությամբ, թող ման գան շնչեն, ինչ ասեմ։ Մարդը մարդ լինի, մարդու վրից մարդու հոտ պետք է գա, բայց մարդու վրից որ քաքի հոտ է գալի, շատ կներեք, էլի, իրա բերանը բացում է, ոնց որ ինչա կոչում են, ունիտազ են ասում ռուսերեն, հայերեն էլի քաքամանա, ոնց որ դրա կափարիչը բարձրացնես, այդ մարդը իրա բերանը որ բացում է, ոնց որ ջուրը չքաշած, այդ բանի կափարիչը բարձրացնես, այդ բանն է, բուրմունքն է գալիս։ Այ այդպես մարդուն ոնց կարաս ընդունես, այդ մարդուն ոնց կարաս աստվածացնես, այդ մարդուն հարգես, պատվես եւ ինչ որ ասես, եկեք Հայաստան, եկեք դուք Հայաստանը կարակ փրկեք, շուտ եկեք դարձեք մեծ վարչապետ։ Ասածս դա էր, իսկ ընդհանուր կոնցեպտի մեջ շատ համբերատար եմ։ Շատ նորմալ, շատ հարգալից, մոտիկ ասեցի նորից չկրկնվեմ, մոտիկ ծանոթ ընտանիք ունեմ հրեական։ Իրանց տղան իմիջիալոց տարապել է այդ երևույթով։ Ամիսներ շարունակ Կալիֆոռնիա նահանգում, Լոս Անջելեսի շրջանում տեղափոխվեց տղան այնտեղ, որտեղ իրանց համայնքն էլ ուրեմն հայերից գեշբեթար, քյարթու, բամբասող, խոսացող եւ այլ, երիտասարդը տեղափոխվեց Լոս Անջելես, բնակվեց այնտեղ մի որոշ ժամանակ, մեծ շփումներ ստեղծեց այնտեղ իրենց ռաբայի հետ, հոգեվորական առաջնորդի հետ, բարեկամացան իմացած տվյալներով։ Ուրեմն ռաբայը, ինչպես հայր մամիկոն աշխատանք տարավ այս երիտասարդի հետ, շատ չերկարացնեմ պատմությունը, երիտասարդը վերադարձել է նորից Նյու Յորք, իր ընտանիք, իր հորն ու մոր, իհարկե առանձին ապրում, բիզնեսով զբաղվում, բավականին լավ գումարներ վաստակում, եւ փաստը նա է, որ երիտասարդը վերջը ամուսնացավ իքական սերի մի աղջկա հետ, իրենց համայնքից, օրթոդոքս ընտանիքի աղջկա, այսինքն ավելի շատ հավատացյալ, ունեն 2 երեխա, շատ երջանիկ, այսինքն այդ տղայի մոտ դա վերացել է։ Հիմա դա որքան ժամանակ կտևի, նորից ինքը կտարվի եւ այլ, դա Աստված գիտի, բայց այսպես դեպքեր էլ կա, որ ասում են սատանայա մեջից դուրս է գալիս։ Իհարկե այդ տղան լսեցի, որ կինը չգիտի դրա մասին, իր անցյալի մասին, կնոջի չգիտեմ ինչու, ես էլ լծոնողներին ասեցի, լավ կլիներ, որ կնոջի հետ խոսար, բացվեր, ասեր, կինը եթե իրան սիրում է, կհասկանար։ Դա արդեն իհարկե ոնց որ ասում են, դա բոլորովին ուրիշ պատմություն է, բայց շատ լավ երիտասարդ, միշտ իրան տեսնում եմ, շատ ուրախ եմ, շատ համակրելի, շատ լավ տղա է։ Ուրախ եմ իր համար, որ ընտանիք է ստեղծել, 2 երեխա ունի։ Երբեք մի անգամ այդ տղայի բերանից գռեհիկ, բառապաշար, իր շարժու ձևով, իր բանով այդպեսի բան երբեք չեմ տեսել։ Նորմալ։ Այսքանը։ Շատ համբերատար եմ բոլորի նկատմամբ։ Լավ եղեք, առողջ եղեք, մարդուն վայել ձեզ պահեք, մարդուն վայել խոսացեք, քիչ հայհոյանքներ գրեք բոլորին, դրա մասին մի հատ առանձին բան կձայնագրեմ, այսքանը, ամենայն բարիքներ ձեր բոլորին։